Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։ Նիկոլ Փաշինյանը վաղը Վաշինգտոնում կմասնակցի խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Facebook-ում վարչապետը տեսանյութ է հրապարակել գրառմամբ «Թռիչք դեպի Վաշինգտոն»։ Այս թռչունով եմ թռնելու Վաշինգտոն։ Պաշտոնական այցով Հունաստանում է Հանրապետության նախագահը։ Հունաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, ապա ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը։ Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Հունաստանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ճաշ ի պատիվ Վահագն Խաչատուրյանի։ Միջոցառման շրջանակում Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել, ընդգծելով, որ Հայաստան-Հունաստան հարաբերությունները ոչ միայն ռազմավարական են, այլև մարդկային։ Ըստ Հանրապետության նախագահի այցը կարևոր հանգրվան է Հայաստան-Հունաստան հարաբերությունների ճանապարհին։ Երկկողմ գործակցությունը կայուն ընդլայնվում է, երկրների միջև փոխադարձ հարգանքն ու վստահությունը ստեղծում են ամուր հիմք համագործակցությունը ռազմավարական գործընկերության նոր մակարդակի բարձրացնելու համար։ Խաչատուրյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի ընձեռած հնարավորություններն ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղված ջանքերը։ Հունաստանի նախագահն էլ հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի ի շահ տարածաշրջանի ժողովուրդների։ Այցը ևս մեկ կարևոր հանգրվան է Հայաստան-Հունաստան հարաբերությունների ճանապարհին։ Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ երկկողմ համագործակցությունը կայուն կերպով ընդլայնվում է քաղաքական, տնտեսական, պաշտպանական, կրթական և մշակութային ոլորտներում։ Մեր երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքն ու վստահությունը ստեղծում են ամուր հիմք համագործակցությունը նոր ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու համար։ Հատկապես կարևոր եմ համարում տնտեսական կապերի խորացումը, ներդրումային ծրագրերի խթանումը, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փորձի փոխանակումը։ Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ նաև արդարադատության, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, միջտարածաշրջանային փոխկապակցության նախագծերի շրջանակներում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք ստեղծել նոր հնարավորություններ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարեկեցության և բարեկամության։ Միաժամանակ մեր երկրները հանդիսանում են կայունության և խաղաղության ջատագովներ իրենց տարածաշրջաններում։ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետևողական աջակցությունը Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ու միջազգային իրավունքի գերակայությանը։ Համոզված ենք, որ երկխոսությունը, փոխադարձ հարգանքը և համագործակցությունը տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու լավագույն ճանապարհն են։ Սիրելի բարեկամներ, Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները պաշտոնական փաստաթղթերից և համաձայնագրերից վեր են։ Դրանք ամրապնդված են մեր ժողովուրդների միջև քաղաքակրթական կապերով, մշակութային փոխազդեցությամբ և փոխադարձ խորը համակրանքով։ Հայաստանում ապրող հայ համայնքը, Հունաստանում ապրող հայ համայնքը և Հայաստանում մեծ հարգանք վայելող հունական համայնքը մեր բարեկամության կենդանի կամուրջներն են։ Այս միջոցառումը ևս մեկ վկայությունն է այն բանի, որ մեր հարաբերությունները ոչ միայն ռազմավարական են, այլև մարդկային,
հիմնված անկեղծ ջերմության եւ փոխադարձ վստահության վրա։ Թող այս պետական այցը նոր շունչ հաղորդի մեր գործընկերությանը եւ բացի նոր էջ մեր բարեկամության պատմության մեջ։ Եվ ինչպես նշել է մեծ մտածող Արիստոտելը, բարեկամությունն է այն կապը, որը միավորում է պետությունները։ Թույլ տվեք բարձրացնել բաժակն ի պատիվ Հունաստանի Հանրապետության նախագահի եւ բարեկամ հույն ժողովրդի, հանուն Հայաստանի եւ Հունաստանի միջև դարևոր բարեկամության եւ ամուր գործընկերության, հանուն մեր ժողովուրդների խաղաղ, անվտանգ եւ բարեկեցիկ ապագայի։ Հայաստան ու Միացյալ Թագավորությունը շարունակում են խորացնել գործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում, մասնակցելով Defense Cyber Marvel 2026 զորավարժությանը։ Այն միավորում է ավելի քան 2500 մասնակից 29 երկրից։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության տեղեկացմամբ Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության մասնակիցների հետ, հետևել զորավարժության ընթացքին եւ քննարկել կիբերդիմակայության կարեւորությունը փոփոխվող անվտանգության միջավայրում։ Հայկական կողմից մասնակցում էին պաշտպանության նախարարության, տեղեկատվական համակարգերի գործակալության եւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։ Զորավարժությունները նպաստում են վստահելի գործընկերությունների ձևավորմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանն ու ընդհանուր հանձնառությանը, ամրապնդելու անվտանգությունն ու դիմակայունությունը։ Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում զարգացող գործակցությունը, նշված է դեսպանության գրառման մեջ։ Շարունակենք 2025-ին ավելի քան 75,000 գրանցում Արդարադատության նախարարին է ներկայացվել պետական ռեգիստրի գործակալության նախորդ տարվա հաշվետվությունը։ Գործակալության պետը նաև զեկուցել է, որ կենտրոնական բանկ է ներկայացվել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքով տեղեկացման ենթակա համարվող գործարքների վերաբերյալ 597 հաշվետվություն։ Ներկայացվել են նաև գործակալության կարիքներն ու առաջնահերթությունները։ Նախորդին Ավստրիայում աշխատանքն է սկսել եպիսկոպոսած հավաքը, որին մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, այդ թվում Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից։ Եպիսկոպոսած հավաքը բացվել է տերունական աղոթքով, որին հաջորդել է միասնության մասին Պողոս Առաքյալի եփեսացիներին ուղված նամակից ընթերցումը։ Ապա ժողովականներին հայրական խոսքն ու պատգամն է առցանց հղել Գարեգին II, այնուհետև մասնակիցներին ուղերձ են հղել Արամ առաջին Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք ամենապատիվ տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերն անդրադարձել են Ժնևում ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող ռուս-ուկրաինական հակամարտության լուծման, ինչպես նաև ԱՄՆ-ի եւ Իրանի միջև միջուկային խնդրի շուրջ բանակցություններին։ Սթարմերը Թրամփի հետ նաև քննարկել է Գազայի հարցը եւ ընդգծել մարդասիրական օգնության հետագա հասանելիության ապահովման կարեւորությունը։ Ժնևում բանակցությունները տևել են մոտ 2 ժամ, դրանք եղել են ծանր, բայց գործնական։ Ուկրաինայի հարցով նոր հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս, ասել է Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ինչպես գիտեք, բանակցություններն ընթացել են 2 օր, 3 շատ երկար տարբեր ձևաչափերով եւ այսօր եւս մոտ 2 ժամ։ Դրանք եղել են ծանր, բայց գործնական, ասել է Մեդինսկին։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 17-ին։ Ուկրաինան անձնական պատժամիջոցներ է սահմանել Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ։ Համապատասխան հրամանագիր է ստորագրել նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Կիրառել անձնական հատուկ տնտեսական եւ այլ սահմանափակող միջոցներ ֆիզիկական անձի նկատմամբ համաձայն հավելվածի, ասվում է փաստաթղթում։ Զելենսկին Telegram-ի իր ալիքում նշել է, որ Ուկրաինան պատժամիջոցների փաթեթ է սահմանել Լուկաշենկոյի դեմ եւ զգալիորեն նրանք ակտիվացնում են ջանքերը հակազդելու նրա կողմից ուկրաինացիների սպանություններին ցուցաբերվող աջակցության բոլոր ձևերին։ Նրա նկատմամբ պատժամիջոցները ենթադրում են ակտիվների սառեցում, բիզնեսին եւ պետական գնումներին մասնակցելու արգելք, Ուկրաինան մուտքի սահմանափակում, ինչպես նաև լիցենզիաների եւ առևտրային համաձայնագրերի կասեցում, տեխնոլոգիաների եւ մտավոր սեփականության փոխանցման արգելք եւ այլ սահմանափակումներ։
ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը հայտարարել է, որ Վաշինգտոնը իրեն իրավունք է վերապահում ռազմական ուժ կիրառել, եթե Թեհրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահը հայտնել է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման կանխումը համարում է առաջնահերթ խնդիր, քանի որ Թեհրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը կառաջացնի սպառազինությունների անվերահսկելի մրցավազք տարածաշրջանում։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը շատ կցանկանար այս իրավիճակը լուծել երկխոսության եւ բանակցությունների միջոցով։ Անդրադառնալով ԱՄՆ-ի եւ Իրանի միջև Ժնևում կայացած անուղղակի բանակցություններին, Վենսը հայտնել է, որ դրանք որոշ առումով լավ են անցել։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել կրկին հանդիպել, սակայն միևնույն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը որոշ կարմիր գծեր է քաշել, որոնք իրանական կողմը ընդունել չի ցանկանում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Հայդարաբադի տանը ընդունել է Իսպանիայի նախագահին, ընդգծելով Հնդկաստանի եւ Իսպանիայի միջև ամրապնդվող կապերը Հնդկաստանի արհեստական բանականության ազդեցության 2026 թվականի գագաթնաժողովի բարձր մակարդակի հանդիպումների շրջանակներում։ Երկու առաջնորդների միջև հանդիպումը տեղի է ունեցել նախագահ Սանչեսի Նյու Դելհի ժամանումից կարճ ժամանակ անց հեղինակավոր գագաթնաժողովին մասնակցելու համար։ Հնդկաստանի արհեստական բանականության ազդեցության գագաթնաժողով 2026-ը մեկնարկել է փետրվարի 16-ին եւ կշարունակվի մինչեւ փետրվարի 20-ը։ Այն ներառում է ավելի քան 110 երկրների եւ 30 միջազգային կազմակերպությունների մասնակցություն, այդ թվում մոտ 20 պետությունների կամ կառավարությունների ղեկավարների եւ մոտ 45 նախարարների։ ՄԱԿ-ի ավելի քան 80 անդամ պետություն դատապարտել է արևմտյան ափի նկատմամբ վերահսկողություն ընդլայնելու եւ պաղեստինյան տարածքի որոշ հատվածներ որպես պետական սեփականություն գրանցելու Իսրայելի ծրագիրը։ Մենք խստորեն դատապարտում ենք իսրայելական միակողմանի որոշումները եւ միջոցառումները, որոնք ուղղված են արևմտյան ափում Իսրայելի անօրինական ներկայությունը ընդլայնելուն։ Փետրվարի 17-ին հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիադ Մանսուրը, խոսելով 85 անդամ պետությունների կոալիցիայի եւ մի քանի միջազգային կազմակերպությունների անունից։ Նա շեշտել է, որ նման որոշումները հակասում են միջազգային իրավունքի շրջանակներում Իսրայելի ստանձնած պարտավորություններին եւ պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն։ Ճապոնիայի խորհրդարանը հատուկ նիստի ընթացքում Սանաե Տակաիչիին վերընտրել է երկրի վարչապետի պաշտոնում։ Փետրվարի 8-ի համընդհանուր ընտրություններում նրա գլխավորած լիբերալ դեմոկրատական կուսակցության աննախադեպ հաղթանակից հետո Տակաիչին արձակել էր խորհրդարանը եւ նոր ընտրություններ էր նշանակել, որպեսզի մանդատ ստանա կառավարության ծախսերի ծրագրերն իրականացնելու եւ երկրի պաշտպանությունը ամրապնդելու համար։ Ընտրությունների արդյունքում լիբերալ դեմոկրատական կուսակցությունը ստացել է խորհրդարանի ստորին պալատի 465 տեղից 316-ը, մինչև այդ զբաղեցրած 198-ի փոխարեն։ Հետպատերազմյան շրջանում սա առաջին դեպքն է, երբ մեկ կուսակցությունը հասնում է նման մեծ առավելության։ Պերուի կոնգրեսը քվեարկել է ժամանակավոր նախագահ Խոսե Խերիի պաշտոնակության օգտին, նրա նկատմամբ կոռուպցիայի եւ ազդեցության չարաշահման շուրջ հետաքննության պատճառով։ Որոշումն ընդունվել է, երբ ընտրություններին 2 ամսից էլ պակաս ժամանակ է մնացել։ Խորհրդարանի տվյալներով Խերիի պաշտոնակության օգտին քվեարկել է 75 պատգամավոր, 24-ը դեմ է հանդես եկել, ձեռնպահ է մնացել 3 պատգամավոր։ Խերին պաշտոնը զբաղեցնում է 2025 թվականի հոկտեմբերի 10-ից հանցավորության աճի ֆոնին նախագահ Դինա Բոլուարտեի պաշտոնակությունից հետո։ Բոլուարտեի հեռանալը դարձել է երկարատև քաղաքական ճգնաժամի հերթական դրվագը։ 2016 թվականից ի վեր երկրում փոխվել է արդեն 7 նախագահ։ Խորհրդարանը պետք է պատգամավորներից ընտրի նոր ժամանակավոր նախագահ, որն իր պարտականությունները կկատարի մինչև հուլիսի 28-ը, երբ իշխանությունը կփոխանցվի ապրիլի 12-ի ընտրությունների հաղթողին։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, Արզնի կաթնամթերքի թթվասերի արտադրությունը կասեցվել է, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կաթնամթերքի արտադրամասում ստուգման ընթացքում նմուշառում են կատարել Սեմյոնի Ճապրանքանիշի կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով 20% արտադրատեսակից եւ հանձնել լաբորատոր փորձաքննության։ Պարզվել է, որ նշված արտադրատեսակը կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի
կարգերով սահմանված պահանջներին եւ համարվում է վտանգավոր։ Այդ տեսակի արտադրությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ արտադրատեսակին օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել կան վիրավորներ։ Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Ավելի ուշ Արմենիա բուժկենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր, նրանք վիրահատվել են։ Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք զինամթերք, մանրամասները տեսանյութում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է ձեռնարկել միջոցառումներ բնակչության մոտ ապօրինի պահվող զենգզինամթերքի հայտնաբերման եւ առգրավման ուղղությամբ։ Ներկայացնենք վերջին ամսում համայնքային ոստիկանության բաժինների բացատրական աշխատանքի արդյունքները։ Հունվարի 8-ին համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում հանձնվել է ինքնաձիգ 3 նռնակ տարատեսակ փամփուշտներ եւ զինամթերք։ Նույն բաժնում հունվարի 12-ին կամավոր հանձնել են ակոսափող հրազեն նռնակ ու փամփուշտներ։ Հունվարի 20-ին Տավուշի բաժնում հանձնել որսորդական հրացան եւ ինքնաձիգի փամփուշտներ։ Հունվարի 21-ին Աշոտսկի բաժնում հանձնել են ինքնաձիգ 40 փամփուշտ եւ 2 ծխագլանակ։ Նույն օրը Արտիկի բաժնում հանձնել են 1 հրացան, 3 ատրճանակ, 3 նռնակ, փամփուշտներ ու զինամթերք, իսկ Մարտունու բաժնում գրանցվել է կամավոր հանձնելու 3 դեպք։ Մի դեպքով հանձնել են ակոսափող հրազեն եւ տարատեսակ փամփուշտներ, երկրորդ եւ երրորդ դեպքերով որսորդական հրացան, նռնակ ու փամփուշտներ։ Այդ օրը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաեւ Կումայրիի բաժնում՝ հրացան, ատրճանակ, նռնակ, տրոտիլ եւ փամփուշտներ։ Հունվարի 22-ին համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են որսորդական հրացան, իսկ Արաբկիրում 5 նռնակ եւ զինամթերք։ Հունվարի 23-ին համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնում մեկը հանձնել է ինքնաձիգ որսորդական հրացան, 5 նռնակ ու փամփուշտներ։ Նույն օրն Արտաշատի բաժին հանձնել են որսորդական հրացան, իսկ Կոտայքի բաժին 3 ինքնաձիգ, ինքնաձիգի 384 փամփուշտ, Մակարով տիպի 2 ատրճանակ, կարճեցված փողով 3 հրացան եւ 3 նռնակ։ Հունվարի 26-ին համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնել են ինքնաձիգ, ատրճանակ, 2 նռնակ եւ 125 փամփուշտ, իսկ Տավուշի բաժին հրացան, տարատեսակ 147 փամփուշտ։ Հունվարի 28-ին Հրազդանի համայնքային ոստիկաններին հանձնել են ակոսափող հրազեն, փամփուշտներ ու զինամթերք։ Հաջորդ օրը համայնքային ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել են կարաբին տեսակի հրացան։ Հունվարի 30-ին Վեդիի բաժնում հանձնել են ինքնաձիգ հրացան, 2 ատրճանակ, 5 նռնակ, ավելի քան 250 փամփուշտ եւ զինամթերք։ Փետրվարի 3-ին Գավառի բաժնում հանձնել են ինքնաձիգ եւ 120 փամփուշտ։ Հաջորդ օրը նման դեպք է արձանագրվել Ճամբարակի բաժնում, կամավոր հանձնել են հրացան եւ գնդացիրի ու ինքնաձիգի փամփուշտներ։ Փետրվարի 5-ին համայնքային ոստիկանության Արտիկի բաժին մի դեպքով հանձնել են հրացան, ատրճանակ, 102 փամփուշտ եւ զինամթերք, մյուս դեպքով որսորդական հրացան։ Հաջորդ օրը համայնքային ոստիկանության Ամասիայի բաժին հանձնել են ատրճանակ, նռնակ ու փամփուշտներ։ Փետրվարի 12-ին Ճամբարակի բաժնում մեկը կամավոր հանձնել է ակոսափող հրազեն, մեկ այլ քաղաքացիի ինքնաձիգ։ Կրկին կոչ են կանում հանձնել ապօրինի պահվող զենգզինամթերքը։ Դրանով դուք կազատվեք քրեական պատասխանատվությունից։ Ախորյանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել, ավելին տեսանյութում։ Համայնքային ոստիկանության Ախորյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին Ազատան բնակավայրի վարչական տարածքում գտնվող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերել թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ Mercedes մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 27-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 6 փաթեթ, ընդհանուր 21.13 գրամ քաշով։ Երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական իսկ Mercedes-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 24 փաթեթ, ընդհանուր 84.82 գրամ քաշով։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Եվ հանրապետության տարածքում վաղը սպասվում են տեղումներ նախալեռնային եւ հովտային շրջաններում անձրևի, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառան անձրևի տեսքով։ Փետրվարի 25, 21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա եւս 2-ից 3 նիշով, իսկ փետրվարի 19-ից 20-ը աստիճանաբար կնվազի 4-ից 5 նիշ, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 6-ից 9 նիշով։ Այսքանը դուք դիտում եք update լրատվականը, թողարկումից հետո հարցազրույցներ իմ գործընկեր Ռաֆայել Մնացականյանը Միացյալ Նահանգներում զրուցել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, բաց չթողնեք։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։